Ինչպես է կիրառվում հայցային վաղեմության ժամկետը դատարանում։ Ողջույն, ես փաստաբան Տիգրան Գրիգորյանն եմ։ Տեսնենք, թե ինչպես է սահմանում օրենքը հայցային վաղեմության հասկացությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք հոդված 331։ Հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը։ Հոդված 332։ Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը 3 տարի է։ Եվ այսպես, հայցային վաղեմության ընդհանուր ժամկետները 3 տարի է։ Ինչպես է այն հաշվարկվում։ Օրինակ, եթե փոխառություն եք տրամադրել որևէ մեկի եւ պարտքի վերադարձման համար սահմանել եք ենթադրենք մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը, ապա հայցային վաղեմության ժամկետների հաշվարկը կսկսվի հենց այդ օրվանից կամ դրան հաջորդող վերջին մասնակի վճարման օրից։ Այսինքն, եթե վերջնաժամկետից հետո պարտապանը մարել է փոխառության մի մասը, ապա վաղեմության ժամկետի հաշվարկը կսկսվի այդ մասնակի մարման ամսաթվից։ Այն դեպքում, երբ բաց եք թողել վերոնշյալ 3 տարվա ժամկետը, ապա դատարանը կարող է կիրառել հայցային վաղեմություն եւ ձեր պահանջը կմերժվի։ Կարևոր է իմանալ, որ քաղաքացիական դատարանը հայցային վաղեմություն կարող է կիրառել միայն պատասխանողի գրավոր դիմումի հիման վրա։ Եթե այդպիսի դիմում չի ներկայացվել, ապա դատարանը հայցային վաղեմություն չի կիրառի։ Գործի դիր օրենքը, դու ունես իրավունք։